Ես էլ հետ է հավասար։ Օ! Lemon։ Լավ դες։ Դա սեկտալի սատանա վամպիր սատանա։ Այս է շոկոլադը հանգել ես նստում եք մտածում եք։ Ինքը ужастик չի։ Բռայլ տես Ինքը ужастик չի հենց էտա։ Վերևից աստվածիչներ, Դու գզոհաբերեիր հանմահության համար։ ված սարկած բազացով արում։ Ընդհանուր կինոյի մեջ որ հատվածներ կա, կարելի է առանձնացնել։ Ինքը եղել է իռլանդական մաֆիայից։ Դուք ասում եք, եսի եկավ, նրան տեսավ, նրա գլխին տվեց, ես նրա արունը խմեց, արունից պզած, ես տեսա եստավա, աշխարհը գործավա։ Ճիշտ է թարգմանց մեղսավորներ։ Պարազիտի ֆիլմը 90%-ը մենք չենք հասկացել։ Այսօր մենք ունենք շատ հետաքրքիր մի հատ թողարկում։ Ամեն օր է ասում։ Որ մեր ամեն հաղորդում, ամեն էպիզոդ շատ Տենս հետաքրքիր կլինի է։ մի անգամ որ դու անհետաքրքիր թողարկում անելու։ Նախորդն էլ է անհետաքրքիր թողարկում։ Չես կարող ասես։ Այդ վերջում կիմանանք կասենք հետաքրքիր թե անհետաքրքիր։ Այս դե հյուրի հետ միշտ հետաքրքիր ալնում, որովհետև ոչ չենք ասելու վատնա։ Հա, հյուրի հետ մենք միշտ կիսում ենք տեսանկյուններ, կիսում ենք կարծիքներ։ Ոնց տենում եք մեր կողքը դատարկան շատ մարդ ունենք, բայց մինչև մեր հյուրին ներկայացնելը Հաց անձեռոցիկ։ Հիշացնեմ, որ պետք է բաժանորդագրվել, լայքել, զանգակել եւ ամեն ինչ անել, կոմենտներ գրել, ստացել ձեզ։ Նրա համար, որպեսզի մեր ալիքը, մեր վիդեոները տարածվեն, ձեզնից բան չի եթում, բայց մեզ լավ է էլի մեզ հետ։ Լայքեք, կոմենտեք։ Համել հեսա մոնետիզացիան միանում է, իսկ էտի Արդեն միացել է։ արդեն միացել արա ջոգում եք, ձեզ բան չի եթում, մեզ 2 կոպեկ փող է գալի, ձեզ ոչ մի չի եթում, բրատ։ Դες ոչ մի չի գալու։ Այդ լայքում եք էլի, պրոստը մենք կալակոլչիկը սխմեք, մեկը ամիս 1 ենք գցում։ Ամիս 1 մտեք նայեք էլի։ Արա գար կակ չնայեք։ Կարակ Դու հետաքրքիրը նայեք, չի հետաքրում մի նայեք։ Չենք հանգարի ձեզ, ընդ թողա ձախինը լրվի մեր պատվեստ։ Facebook միացնեք, Ով է մեր հյուրը? դինա պրոստը։ Այսօրվա մեր հյուրն է ժամանակակից երիտասարդ կինոռեժիսոր, ով որ մերպես չի խոսում, այլ նկարում է։ Ահա։ Մեր լավ ընկեր Քրիս Սուքեսյանը։ Սուքեսյան, անգլերեն ասի։ Բարը ձեզ։ Բարի երեկո։ Արև։ Բակարույկ սուրճ։ Բացառիկ եթեր այսօր լինելու։ Ու 2-1-ի Օբելյանական չգիտեմ որորդ էպիզոդը համարում ենք սկսած։ Հաշված կաս վեց քանի հատը։ Արա չէ բրդ։ 10 անց ենք հաստատ։ 100%։ Հա 10-ը 10-ից Համով ես ասեսքին։ Հա։ Հա։ Կարա։ Так, ինչից ենք այսօր խոսալու։ Այսօր ուզում ենք մի հատ շատ կարևոր ֆիլմից խոսանք, որի պրոդյուսերներից մեկը, գլխավոր պրոդյուսերներից մեկը հայ է, Սևակ, Սև Օհանյան։ Չգիտեմ, Սևակա տենց էր անում։ Սև Սև Չորնի։ Օհանյան։ Հա, Չորնի։ Ֆիլմը արժանա նոմինացվել է 16 Օսկարի։ Բայց մի րոպե, մենք այս Օ, ամսի 16-ին Օսկարն է։ 15-ին։ 15-16։ Շատ հնարավոր է մենք այդ վաղ էֆիրը լինենք ու կարող է դժ ինքը Օսկար ստացած լինի։ Չդերում շուտ գցեք։ Так, այսօր ամսի քանիսն է։ Այսօր 10, այսօր 9 է։ Այսօր 9-ն է։ Արդեն 10-ը կարելի ասել մի Մենք ժամից։ կարանք բան անենք։ Նա մի Էֆիրտան։ շուտ պետք է գցենք բալեբոմը։ Ով է մոնտաժ անել, չիպերը կտամ 17-ին է կանի։ եթալու։ 17-ին է եթալու էֆիր։ Շուտ ուրեմն պիտի գալիք շաբաթ է։ Գալիք շաբաթ։ Հետ է էլի գալի։ Դե լավ ինչ կապ ունի, հիմա մենք խոսում ենք ֆիլմից, հիմա Օսկարից ու չենք խոսում, Չէ, տանալով ինչի ստանալու։ դա կարևոր թեմա է։ Չենք կարա մինչև Օսկարը գցենք։ Չենք կարա սնի։ Կարճ ասած մեր Օսկարը մեզ է նկարը չկտրես հենց էսը մնա։ Մենք չգիտենք Օսկարում ինչա լինելու, մենք շուտ ենք նկարահանում անում, մեր գալիք նկարահանումները արդեն երբ որ լինի Օսկարից հետո մենք մի փոքր կանրադառնանք դրան։ Հա։ Բայց այս պայդրությամբ մենք գիտենք ուղղակի որ 16 նոմինացիա ունի Օսկարում այս կինոն։ Ընթացքում բնականաբար կքննարկենք մեր կարծիքները, կասենք թե ինչ որ նոմինացիա հաղթելու, որը կուզենք որ հաղթի։ Կանխատեսումները։ Հա։ Թե ինչ կլինի Օսկարին, տեսնենք։ Կերևա։ Անպայման մի հատ ուզում ենք շնորհավորենք մեր հայրենակցին, ինքը հաստատ չի նայելու, բայց դե որովհետև կակնիկակ երբ որ իմանում ես քո հայրենակիցն է,
ուրախանում ես էլի դրա վրա։ Gen producer-ը։ Да. So Chris. Yeah. Chris. Yeah, man. What's How up? you doing? What's up, man? Are you boys twins? Yeah, yeah. Yeah, yeah. Yeah. Do you have a meter daughter Simonian Garnick? I have a question. How you do, budu? Հավանել եք ֆիլմը։ Մի քիչ սխալ Արա, հարցը անում չենք ասել։ Sinners. Sinners Greshnik. Գրեշկեք։ Մեղսավորները։ Հայերեն։ Ճիշտ է, բայց ճիշտ է Մեղավորներ։ Արա մեղավորները դա մի քիչ ոնց որ Գոր Վարդյանի բանը, դու սերիալ լինի։ մեղավորները։ Գրեշկեք կարճ ասած։ Հա, Մի քիչ սխալ հարց է տալի դու եկել թե չէ։ խի։ Որովհետև ինքը նիֆարմալի կինո է։ Հանի ֆորմալի։ Որովհետև իր նման երկրորդը այս բայդրությամբ չկա։ Հենց այդպես որ ձևով։ դուր եկել է, թե դուր չի եկել։ Ես չգիտեմ։ Այդ ինչ կինո որ իր երկրորդը չկա։ Չկա այդ ձևով երկրորդ կինոն։ Հա։ Դու 13 տարեկան դպրոցական երեխա չես։ Ինչի համար ես ասում։ Չգիտեմ դու Կարող է 13 տարեկան դպրոցական Արա հավանել ես ֆիլմը։ Չգիտեմ, բրատ։ Վերջում դիման ենք ինձ թվում է։ Չեմ կարող ասեմ, լիքը բանկա դուրս եկել է, լիքը բանկա դուրս չի եկել։ Բայց որ ասեմ զզվել եմ կամ երկրորդ անգամ չեմ նայ։ Ինչն է քեզ դուր եկել ֆիլմում։ Իռլանդական թեման։ Ահա։ Դա շատ հետաքրքիր ու կարևոր բան էր, որը որ բան ուզում ես ածելը վրա գցի մրսում ես, բալա։ Մեղք ես։ Փաստեր կա էլի իռլանդական վամպիրիզմի կողմի մասով։ Այդ Այդ շատ կարևոր։ ֆոլկլորը բանից բեսամ դուր եկավ, այն որ չի կարող ներս մտնի մինչև թույլ չտան։ Ու պետք է մենակ իռլանդացի թեման է այդտեղի գիտես, չէ՞։ Այսինքն ուրիշ ազգի վամպիրիզմի թեմաների մեջ չի եղել, այտենց նշվել որ պետք է թողեն իրան։ Շնորհքով վամպիրները։ Հա, շնորհքով։ Բարել գիտեին, հարցնել գիտեին։ Այդ իռլանդական պահը կա, էլի թույլ կտակ սեր մտնեմ ես ձեր տուն եւ սաղին մորթեմ, when Չես թողի լավ։ Չինացի կանիկը չդիմացավ, ասեց Իցի սուդա։ Օրո, դա ոնց է վատացյալ այդ բանը, ասես ով է դեբիլը, օրա։ Հերոսն եկեք սա մտեկներս, եկեք։ Ով չգիտի, պատմությունը մոտավորապես 1900-ականի սկզբերում, հա։ 30-ականներ։ 30-ականներ, 20-ականների վերջ, երկու աղբոր պատմության մասին է, ոնց որ իրանցից է պատմությունը սկսում։ Սևերի կինո է, սևականների։ Լավ դու հաց կեր ազիս։ Բարյախորժեք։ Հա, երկու աղբեր են, զույգ, twins, now we cousins։ Ասում իրանք ոբշեմ Չիկագոյում են, գնացել են փախել են գնացել են Չիկագո ժամանակին, այնտեղ մեկը եղել է իռլանդական մաֆիայի կողմնակից, այն կապույտ բանովը։ Բոցավիկը։ Չէ։ Հա, Դիմը։ Ինքը եղել է իռլանդական մաֆիայից, մյուս աղբերը Տրուբան։ Եղել է իտալական մաֆիայից, այդ իր կարմիր Տրուբադուր։ Տրուբայի դիմ, տենց էր։ Տրուբա չէր։ Բան չէր։ Ագոն չէ։ Ագոնի դիմ։ Ագոն դիմ։ Չէ, բան էր, ես անգլերենով որ նայել եմ Տրուբա էր։ Անգլեն Տրուբային ասում։ Շուբա։ Տրուբա։ Ես նրա ագոն։ Տրուբա, ջրի Տրուբա։ Ջրի։ Water of Truba։ Դա իրանց արտաքինից, իրանց հագուստից ու դաժե մաներանից է զգացվում ու դաժե երբ որ բանը այդ կապույտ կեպիով աղբերը բանը առաջարկում է իռլանդական պիվա, իսկ այնի իտալական գինուց է խոսում։ Հա։ Այդ փոքր դետալներն էլ կար մեջը։ Chris, Yeah։ 3 բառով։ դու ասացիր, որ կար ինչ-որ մի հատ թեմա, որը դու ի սկզբանե գլխի չէիր ընկել, բայց հետո իմացա, որ ավելի շատ դրա մասն է, որն է այդ թեման, ու դու որն ես դու գլխի ընկել։ Դե սկզբից ապրելով 21-րդ դարի 21-ականներում, երբ ռոպագանդան շատ է ֆիլմերում, ինչ-ինչ հարցերի շուրջ, ու տեսնելով բանը, այդ իր նոմինացիաների ռեկորդային թիվը 16-ը, ինձ թվաց հերթական ֆիլմերից է, որ տենց սևերի իրավունքներ, բան, Պրախատնյակ, չէ՞։ Բելեն, հա։ հա, ինձ թվաց այդ է, որ Black Lives Matters։ այո, որտեղ վամպիրները սպիտակ էին, սպիտակամորթ մարդիկ էին, տենց իրանք վատն են, իրանք գալիս են սաղին ուտում են, հետո այդ պահը տենց ջրվեց գնաց, երբ այդ սևերին է սկսեցին կծել, իրանք է վամպիր դառան, տենց ես մտածում էի դրա մասին, ասում էի լավ էլի դե հերիք ասմանիկ։ Բանա, յանի սպիտակները վատն են, սևերը շատ լավն են, հայերը սպիտակները սաղին բանը փչացնում են։ Գալիս են հավասարության, որ սևամորթներն իրավունք ունեն վամպիր լինելու։ Հա, պահը որ եղավ մի քիչ հանգստացած։ Ֆեմինիստական վիճակներ է։ Հա, ինչ իրանք հավասար իրավունքներ ունեն։ Ցավաց դրա մասին է, պրոստը տենց
վամպիրներով, մյուզիկով տենց են բերել դրան, հետո մի քիչ ուսումնասիրեցի ֆիլմը նայելուց հետո բարձրացեց вообще կուլտուրայի մասին այդ կինոն իրականում, այս կոնկրետ երաժշտության բանով իրան կուլտուրան են ցույց տալի, որ այդ սևամորտները իրանց սաղ կյանքի տառապանքով բան ստեղծել են կուլտուրա, իսկ այդ ստերկատ իրակցությունը երբ որ եկավ, այդ կուկուլուս կլանները բան որ սրանից բանում էին ինչ էին անում, իրանք ուզում էին տիպը խլեն այդ իրանց մոտից կուլտուրան, իրանցով անեն, բայց իրանք միջև վերջ մնացին դրա մեջ։ Ոչմ չտրվեցին էլ այդ ամեն ինչին իրանց կուլտուրան առաջ տան։ Հա, այդ կլանովցիների մասին բանը ամենասկզբից այդում է որ հա, այն վամպիրը որ գնում ատում, դեմ այդ կադրը այդ իրանց մեշոկով կադրին։ Դաժե դրանից առաջ դաժե երբ որ մերին պոեզի դուս է գալի, բանը տենում է, տրուբային։ Հա։ Ագոնին, ձեր ասած, որ տրուբան ասում է մեզ որ ստե տենան կլանոցիները իմանան, քեզ կսպանեն հաստատ։ Այդ բանը Հելի Ստեյնֆիլդը։ Ստեյնֆիլդը։ Մեծից փոքր է տարիքը։ Չէ, ապեր, մեզ մի տարիքի ենք։ Փոքր Google եմ անում։ Պոտենցիալ կլինի կարելի է։ Ինքը դաժե կարող մեծ է լինի։ Սակալինի գլազի հետ։ Kate Bishop։ Նա պրոստի Bishop։ Ոչմ էդ էր պահեն, իտես նայեցի սկզբից էլի 96 թիվ։ Օ, դա 29-ն է։ Օրկուտ ջան։ Բայց այո, լավ նորմալ է, 30-ական աշխատում։ 96 թիվա ինքը։ այո, բայց Իսկ փոքր է։ Բայց կամերային սուստուկու։ Կարաս միշտ ես պահես դեմքիդ դեմ։ սենց Այստե հենի թո միշտ մեր հետ լի ախպեն։ Զգոն ուրիշ նկար դնե խոսքի։ Լավն է դա։ Կարում ինչ-որ միտեղ հենեմ։ Շատ բայց լավ էր խաղում, վամպիրի դերում։ Դնենց Օբշի Վամպիրներ, բաներ։ ես այդ կինոյի մեջ կաստի հետ կապված երկու կերպարի հետ համաձայն չեմ։ Մեկը ոնց որ հենց այդ ագոնի կիններ, ով որ նաև բանի մեջ լոկի մեջ է խաղացել։ Հա ճիշտ է, ինտերեսանտ։ TV-ի չեմ հիշում իր թիվ ուներ ինքը։ 12-ներ վրա։ Հա, իր հետ համաձայն չեմ։ Ասես ողջույն ծանոթ։ Ինքը գլոբալ կարող է լավ դերասան է, ֆակտուրնի դեմք ունի սեյվերի հետ համեմատականով թխած չի էլի, բայց ես ուրիշ դերասանը տեղ կուզեի լիներ։ Օրինակի համար դերասանի անուն չեմ հիշի, բայց բանը նայեք Ռեյ Չարլզի կինոն։ Ռեյ Չարլզը ում հետ որ ամուսնանում են երկրորդ անգամ, դե առաջի անգամ, իր կինը կարճ ասած։ Էլի սև աղջիկ է մի հատ։ Ինչ չգիտեմ ում հետ էս։ Հա ես կարամ մտեք համար առաջարկեմ բանին։ Ես ցույց կտամ նկարը։ Walking Dead-ի մեջի բանին։ Նեգր աղջկան կատանայով։ Ինքը նիհար է, կամ առաջարկեմ դու բանը նայես կլնես։ Jordan Peele ֆիլմերից։ Որ մեկը։ Get Out-ը։ Прочь, հա տենց է գշում прочь։ Դե կարող է չեմ։ Прочի մեջ բանը Լյուպիտա Նյոնգոն, դաժան հիշում ֆանտաստիկ դերասանուհի է։ Ես կուզեի իր կամ ինքը կամ իր տիպաժով ինչ-որ մեկը լիներ։ Բայց շատ սիրունիկ է ինքը դրա համար։ Դե ինձ թվում է այդ քաստարանը որպես այդպես 6-7 տիպաժ, այդպես այդ կուլտուրային վուդուական ինչ-որ բաներ, հա։ Ինչպես այս փարթամիշտ այդպես բաներով ինձ եթե սպանեն դու կգաս իմ կոլը կխփես։ Հա, որ բանն է, որ այդպես Տոմի Ջերի միջին են որ սևերին որ գանդերը ինքն է։ սենց են, չէ՞, միշտ իրանց մուլտիկների մեջ բան սենց են, իսկ թվում է կամ էլ բա դրա պահով է, էլի։ Բանա, խորոված, բորոված, վար, հեսա։ Միշտ է ում։ Հա, կամ էլ բանը սևամորտերի եկեղեցիներն որ դաշնալը Հալելույա։ հա, մեկ էլ բանի հետ համաձայն չէի։ Կարող է նրանից որ ես այդ դերասանին չեմ սիրում։ Բիզնեսների երկրորդի հետ շատ Շատ մատներ։ Չէ, այդ իրանց ախրանան։ ախրանն Չաղ, պաչատակ։ հա այն Պաչատակը, հոկարը որ գնում է պիպի անել Հա, Շտավ, որ ինչ 3 օր չկա, հետո հետա գալ ես մթողիկ ներս մտնել, որ գիժ ես առոտից հետ ներս, իշտ ներս մտնել։ այդ պայրն էր շատ խնդալու առաջ ընկնեմ ասեմ այդ չինացու ամուսինը որ տենց վամպիր դառած գալիս է Անդե այդ բանը ընդ մեկի արունն է ծածում պոլի վրա։ Սենց խոսում է չինացի աղջիկը նայում է։ Այ, Հա, ասում է հա դե լավ, սա կողեր չեն տալում դուր ասում արա արի всё, փոքր լսում ես, այս կինո է, էլի պաստանովկա թողեն։ Ապա դա շատ աբսուրդ պահեր արա, որ այդ մենը դրանք գետնին գցած տենում են, всё մեռել է տարեք դուս։ Հա։ Տալն է դուս բարձում է չի մեռել, արա հետ է գալի, դա ասում աղբերական թողեք ներս գա։ Կամ այդ պահը որ երկուսով սես դիակը տանում են, դե միջև վամպիր դառնաս, հանգիստ տանում են
են իռլանդացի վամպիրը գալի, հետները խոսում է, всё գնացինք մտանք ներս, բան այդ ծուխը եւ նրա զարմիկը։ Այն երեխան գիտար նվագում երեխան։ Լուսքաշաները դա այրեն ասի։ Ինձ ամենաշատը բանի պահը դուր եկավ, այսինքն ընդհանուր կինոյի մեջ որ հատվածներ կա, որ կարելի է առանձնացնել, դա այդ երկու աղբոր նաստավնիկ լինելը փոքրի համար։ Մեկ են որ Այն որ ասում եք տեքստնես կնոպկեն, չէ։ Չէ, կնոպկի թեման հələ դա ուրիշ մոմենտ է, բայց ամենահետաքրքիր պահը իմ համար այն էր, որ կինոն սկսում է կինոյի վերջով։ Հենց սկզբից հիշում եք ոնց է սկսում։ Հաղթայով։ Որ ջարդած գիտարը ձեռը գալիս է։ Ու ինչա վերջին պարզում, սպոյլ անենք էլի, այդ գիտարը պրաստոյ գիտար է, այդ զույգ աղբերների հոր գիտարն է։ Բայց ինքը ի սկզբանե իմացել են որ կրուտոյի գիտարիստի գիտարն է եղել։ Դա գիտարն է։ Չգիտեմ ում գիտարն է եղել։ Ապա այդ գիտարը ոչ մի դեր չխաղաց, է։ Խաղաց։ Գիտես ինչով Ինքը խաղաց։ չթողեց գիտարը, վերջում դառավ գիտարիստ այդ էր, տիպը հերա ասում էր, բա ձերմները բան գիտարը տո, հետո։ Ինքը դաժե հա այդքանը իմանալով հանդերձ։ Բայց վերջին գամ հələ թե չէ, հələ պետք չի, հələ չէ։ Լավ վերջին հələ չեմ գա։ Այս մի հատ բան է հետաքրքիր, ասում ես իռլանդական միֆոլոգիան վամպիրների մասին։ Ինչքանով է այդ միֆոլոգիայի մեջ մտնում, որ Միֆոլոգիա չի ինքը, ավելի շատ լեգենդա, հա, թող ֆոլկլորը։ Հա։ Ինչքանով այդ ֆոլկլորի մաս կազմում են, որ բանը վամպիրները մի հատ օբշի բան են, գիտակցություն են։ բան ալավենամ, Չէ, ալիա pluribus։ չգիտեմ իրականում։ Բայց այդ թեման կա, Իմ համար դա նոր բան էր։ Իմ համար լեր նոր բան, հա, ես բան չէի տեսել։ Ես չէի տեր։ Իռլանդացի վամպիրների մասին էլի լսել էի տենց, չոր դաժե բանի մեջ Կեյթ Բեքինսելը որ վամպիրների կինոներում էր խաղացել, չեմ հիշի անունը։ Другой мир։ Ոնց որ տեղել է ինչ որ տենց թեմա ֆռում բանի մասով, որ բան գցիր, Դու խոսա դու իմ այդ որ բան կա, այտենց սա վնաս տվեց։ Բանական կայֆերն է։ Սասիսի դες կծում ես Սարը ցաուտում կոնը թեմը բանի։ Դու միշտ աղոյ։ Ես կարող միտ կարտայի։ Մաֆիոզնի կամպանիա կա, ուշը իռլանդական այդ կինոյում Другой мир մեջ։ Հարցը դի կրկնեք խնդրում, հարց չեմ մտածել եմ։ Չեմ։ Իռլանդական ֆոլկլորը։ Ինչ վամպիրների դերն ու նշանակությունը իռլանդական մշակույթի մեջ։ Ես օրինակ չգիտեի, որ տենց ինչ-որ վամպիրների տեսակ կա, որ տենց մի հոգին է սարին սարքում ու սա այդ մի հոգուց են սնվում։ Դա իմ համար նորություն է։ Դա բանից ես գիտեմ, որ սվերխեստեստվինի մեջ կա ալֆա, կա ալֆա, որ այդ ալֆային եթե սպանում ես, ում ինքը սարքել է վամպիր, դառնում են մարդվալից։ Այդպես թեմա կա, այնտեղ։ Ալֆա։ Որ իսխոտնի մածերը դիջնջես կոպիաները ջնջվեն, սենց ասած։ Դրակուլա էլ։ Չէ, Դրակուլայի թեման ուրիշ է։ Դրակուլան բանա սատանու կողմից բանա ստացել։ Ինչ եք հավանում այդ ֆիլմը։ Ինձ ահավոր խոսում է ծամեն։ Խոսա։ Դու մի ասա, իրանք կարան ասել, ինչու դու ծամես։ Հասա։ Ինչու եմ հավանել ես այդ ֆիլմը։ Եթե հավանել ես։ Ես այդ ֆիլմը չեմ հավանել, ճիշտ ասած։ Չգիտեմ, շատ խառներ իմ համար, որ անհասկանալի էր, էլի, դե պետք է ինձ թվում է այդ ամեն ինչի բանը լինես դու կոպիտ ասած, այդ ամեն ինչի միջից էլ քո շուրջը պետք է կատարվի, ոնց որ էդի, որ դու ջոգես էլ ինչի մասին էր, ինչ որ վամպիրներ, ռասիզմ, վերջում մշակույթային եթե ասես խոսքի կենտրոն փապ մտնես, գիշեր վամպիրները գան ասեն կարելի է։ Դե վամպիրները դա մեծ խոսքի չա, դու իռլանդացի ես։ Չէ, նա ես դեմից մտածում էի, sense պրեմիա լինեին ռասիզմի վրա գնացի, բայց վերջում բարձրացած դա կուլտուրա է այդ կապ ունի։ Դե հա, օրինակի համար այդ կլուբը որ հավաքել են, սարքել են, ինքը այտենց իսկական թեմա է, եղել է, այտենց կլուբներ հատուկ սևերի համար, դաժե դերի մեջ էլ այտենց թեմա կա։ Ահա, շատ նման էր դերի հետ բանը։ Կստացի մի հատ Tame Impala Dracula 2-ն ինքը, կլիպ եթե նայեք ուշադիր, մեջը դաժե այտենց հատված կա,
այս դոմի կա, հենց նույն ձևի ոնց որ եղել է այս սինարսի մեջ։ Հերվից կադր կա սենց։ Դա է, տարածված բան է։ Ուզում ասեմ, ոնց որ պետք է ապրված լինի այդ պահը, չգիտեմ, օրինակ ոնց որ հիմա գնա սերվերին ցույց տաս մեր հետ ինչ-որ շատ քիփ կապված պատմություն։ Օրինակ Ալեքսանդր Մակեդոնացու թեման ցույց տաց, ինքը ոչ հասկանա։ Չէ, Ալեքսանդր Մակեդոնացուն չէ, բայց շատ էսի ազգայնական Ապա դա նորմալ է, դա շատ նորմալ է։ Դուք հիշեք բանը, Պարազիտի ֆիլմը։ Պարազիտի ֆիլմը 90%-ը մենք չենք հասկացել, որովհետեւ կոնկրետ կորեական սրեդնի կլասի ու բան է, ցածր կլասի մասին է։ Հա, Մենակ այն կլասի մարդկանց մասին է, հա։ Չոկլաս ինստում։ Մենակ այն ոչ այն տիպի էլի, որ Եկյադեն որ ասում ես ուզում եմ այդ ամիսի ու ընդունում խնդում եմ վրան։ Հա, որտե չեն հասկանում։ Դու հավանել ես ֆիլմը Էրնեստ։ Ավելի շատ չէ քան հա։ Եկիդես չէ, սա հաղորդումների ժամանակ երբ այդ հարցը տվել եք։ Չէ, որովհետեւ կինոն էլ կա որ իրոք հավանում են։ Առաջարկ է։ Ես առասարակ ասել եմ դավեցը նայենք։ Միշտ ինքը առաջարկում է, ես չեմ հավատում այդ։ Եվ մենք ունենք, որ ուզում ենք top ֆիլմերը ասենք։ Իմ ժողովուրդը իր top ֆիլմը ասի, այդ օրը հարցը այդ ֆիլմը հավատում ես, չէ, ավելի շատ չէ քան հա։ Ես հավատում եմ այդ ֆիլմը։ Լավագույն ֆիլմը չի գո։ Կարող է կաստը ինձ դուր չի եկել, դրա համար ես չեմ հավանել։ Ոնց կարա կաստը կապ ունենա քեզ հավանելու։ Շատ մեծ։ Ապա պրիտոմ մեծ կաստ չէ։ Որ ասես խոսքես դերասանու տեղ ուշ դերասանուներ ավելի լավ կլներ։ Շեխեն քննարկում են, թե ոչ մեկ չի հավանել։ Ես հավանել եմ։ Բելա Դա շատ եմ հավանել։ Ես հավանել եմ, որովհետև ֆիլմերում իմ համար ինձ թվում է շատ ավելի առաջնային է ոչ թե իր թեման ու այդ տեքստը, այլ իր կատարումը։ Իսպանիան։ Հա, իսպանիան շատ լավն է, շատ։ Ես այսօր կարամ նստեմ Բեթհովեն նվագեմ դաշտումով, մարդիկ ասեն, «Օ, Բեթհովենը նվագում»։ Ոչ մեկ չի ասի, որ չի նվագում։ Իսպանիան ինչ առումով, կադրի, տեսքի, Այ վիզուալի։ օպերատորսկին կարամ ասեմ շատ թույն էր։ Շատ։ Կստати ով էր օպերատորը։ Չգիտեմ։ Չեմ Շատ սիրուներ նկարած։ Կարեկցիան ճիշտ է մութ էր, բայց շատ սիրուներ արած։ Իսկ գույները զգացիք, որ մի հատ շատ խարակտերնի գույների մեջ է, շատ իշուկ արշնվի կոմտանող, մանավանդ նատուրայի կադրերը։ Սևերին ավելի սևին սարք է։ Որը տենց Սև հետաքրքիր պատի դեմը։ ավելի շատ կլիպային Ահա, հետաքրքիր էր դա։ Ու Նույն ստմար երաշտական ինքը մյուզիկալ էր ինչ որ, ինձ թվում է այդ դերում եղել իրակալիպան։ Որտեւ ինձ այս առաջի կադրը այդ կարմիր ավտոյով դաշտերով որ եկավ կրանով իջավ մանրամով տարավ եկեղեցի։ Արա ես եմ քոտերը։ ես նկատել եք որ ֆրեյմերի տարբերություն կար մեջը։ Որ ֆրեյմները փոխվում էր։ Սատնաշենյաց տարոնի։ Չէ, ես Վիդեո կա։ Ոյ։ Վիդեո կա ինտերնետում, որ Ռայան Կուգլերը բրան բացատրում է այդ սատնաշենյաց տարոնների տարբերությունը։ Որտեղ ոնց է, հա։ Հա, խիատենց։ Խիետ այնց։ Չեմ նայես այդ վիդեոն, որտեղ ասի ֆիլմը նեն նոր։ Հա։ Անդու շատ հետաքրքիր որ կային մեն դրան դեմ են ճապոնացի կնիկ որ կանչում է սաղին կային մեն դրան դեմը ու բանը երկու երանգ մեկը դարեվա 16-9 Այդ բանը չեմ նկատել։ իսկ վերջում ամենավերջում որ այդ բանը դիմը նստած ծխում է որ ամուլետը հանգցում է այդ բան փոխվում է դաժե կադրերը ֆլեշբեքեր է 16-9 ու իր կադրերը էլի տես բանով կաշեով Так у нас оператор Otem Duralde Ինչը ֆրանսիացի է։ Կինա Սևամորտ ինչքան էլ որ Բրավո։ զարմանալի չի Ազիատսկի վնեշնստի։ Սևամորտ Ազիատսկի Իր ֆիլմոգրաֆիայում մենք ունենք Չորնայա պանտերա Վականդա նավեկի Ռայան Կուգլեր Էլի ինքն է նկարել։ Ուժեղ տղա է, էլի։ Ոտքեսպես ինչու՞ բանակ արիով։ Չունեմ ինչով է նկարը, բայց լավ է շատ նկարած։ Շատ սիրուն է եղել նկարը։ Որը մի դուբլով այդտենց կադրերի, ես ահա որ շատ եմ սիրում մի դուբլով, այն ամենասկզբում որ այդ ճապոնացի կնգա աղջիկը որ հեր ասում է գնա մորդ կանչի որ Հա, այդ մի դուբլով մի դուբլով է թվում, մի դուբլով հետ է գալի, շատ լավ։ բայց այդ ընթացքում դու տենում ես կողերը ինչա կատարվում։ Կստացի երաշտական ձևավորումն էլ էր դուրս գալն է, սկզբից դեմի մի 5 րոպեն ոնց որ նույն երաշտությամբ sense բանի պես գնում այն ոնց էր Լեոնարդո Դիկապրիոյի այդ կինոն Օսկարին նոմինացված Բիտվա за բիտվայի։ Հա, այդ դրա նման էֆեկտ զգացի ես ընդել չէ՞ մի 15 րոպե նույն նավիտաշի երաշտությունով գնում էր, ստե այտենց սպայր կար։ Ինձ թվում է, դա էր սիրուն եղել։
Մեկը մի հատ կինոյի նմանացրի, այս կինոն են Թոմ Հարդին, որ խաղում է երկու աղբերն էլի գանգստերներ։ Լեգենդա։ Դրա հետ պարալելներ տարա։ Ոզույքերին դրա համար։ Չէ, բացի այդ մաֆիոզին, ընդ Ալ Կապոնեի անունը տվին, մի բա։ Չիկագոյում Կապոնեի։ Բայց իրանք ոնց որ իրանք իսկական պատմություն են եղել, իսկականից եղել են այդ կերպարները։ Աղբերները։ Հա։ Ոնց որ։ Կա սխալվում եմ։ Հա, եղել է, վերջին նկարները ցույց տալի։ Հա։ Տիտրերն շուտ ցույց տալի։ Տենց բան հիշում։ Դե տիտրոյի կես սանջատել եմ։ Բանի պահն էր հետարքիր, այդ վամպիր դառնալու process-ի։ Խի։ Հետարքիր է շատ։ Արա, կստացի, ես մի հատ բան նկատեցի, որը ես նաև նկատել եմ դերի մեջ, երբ որ ցույց են տալի Արնահոսյան բա, արի որ շատ վատ է այդ Արնահոսյանը։ Որ Այսինքն շատ վատ է սարքած։ շատ վատ արուն է, հա։ Համ արունի գույնը, համ էդ իրան փզվալը։ Շատ բացր չէ, ինձ ջերիկ ճաշպազար, ես սրտից թույլ եմ ախպեր արուն եմ տենում, սս նայեցի, դե պազում եմ, ես մի ժամ պազար։ Վրացի, այսի արուն չի կարող նայեմ։ Բայց դա բախանալուջի արուն չի դառնա։ Դաժե պահիկ տակ Սենց այն ամենաուժեղ զամեսի ժամանակ մի ասենց արագ կադր կա, որ այդ կնիկը կոլը խփում է վամպիրներից մեկի սիրտը, հետևից է կադրը, որ մեջքից պզալ այդ ոնց որ վատ պինջը դրածել են։ Այս թվում է առանցինոյց էր այդ evocation շոց այդ ասենց շատ արումներն են լավելն էլի ախպեր։ Հաբես թոսի այդ վնասված տեղերը ինչ վոտներ։ Այն պաչատակի այդ ախրանիկը որ կա, ոնց որ երեսս տարել էր, Դա կարակելուց էր տալի։ Դա կարակելուց էր տալի, ճիշտ է որ դիմը հացում կարակելուց։ Դիմի վրա ստեղը չէր, տենց։ Հա, դա այն որ սենց վատ ծզում է, ոնց որ շլանգից։ Ալը շատ վատ է։ Ոսած է։ Գրոսնի ատեսնա գնում կողքիրը։ Այ գնաց։ Ուզում եք ապիշատ քաշրի։ Ինչի համար։ Այս կեր քաշում։ Ես շատ բոմժ ես ման։ Կատուն է զերրոստերը կտրած։ Մենք գրասնացած էինք։ Ամենակ տենց կինո կար, չէ՞ որ տենց կատվին գտնում հետո նվագում էր Բանը։ գիտարը։ Հա, շատ նման էր կստացի դրան։ Ով։ Այս ֆիլմը։ Ես Հայկոին էի ասում։ Հա դու բանի հետ ես։ Կատվին Внутри Լյուինա Դեվիսը։ Հա։ Внутри Լյուինա Այն որ Դեվիսը։ տունը ասում են նվագի, ասում ես իմ գործն է։ Հա, բանա։ My job։ Հա, ով էր նման։ Այս ֆիլմը երաժշտության պահը, որպես երաժշտական ֆիլմ, չասենք մյուզիկալ իրան, երաժշտական ֆիլմ։ Չգիտեմ։ Դա շատ նման էր։ Այդ արունի պահը ես մեկ էլ դերի մեջ նկատեցի, իմինը են կանալիզացիա հետ տեսանում։ Որ են որ քնել էր ինք բանը։ Թե որ ընկերոջը միամիտ սպանում է։ Այն որ ուզում է բան, երախում սպանի, հիշում ես ընկերը թռնում է զենքի դեմը։ Որ սերիան էր։ Չեմ վերջերն։ Հիշար ու միամիտ ընկերոջը։ Հիշեցի, հա։ Արա այդ բային ընկերոջ վրից արուն է գալուց, նայում ես ասեցի արուն չի։ Հա։ Թանկ հաճույք այդ արուների կանոններն։ Չէ, դաժե հայկական կինոյում են նորմալ։ Գորվարդանյանի թո դիմեն ինքը կարա չոտքի։ Բանկա չնայած ռեյտինգի կապ չունես, դες դաժան Դերի մասով է դե մտածում որ ռեյտինգը։ Պրիտոմ դերի հիմա սա արուն է։ Դուք հիմա երկուսով ինձ համոզում եք այդ ֆիլմը նայեմ։ Հա։ Ախի նայեմ։ Նայեք ժոգես։ Ապա մենակ են բարելու տեսարանը են որ մի կադրում տարբեր էպոխաների մարդիկ են ապագայից անցյալից։ Ես ինձ այդ դուր չի եկել։ Այդ կադրը ինձ դուր չի եկել։ Խի։ Որովհետև եթե մի ժամանակաշրջանի իմ բանն է, կարծիքն է դա, ես չեմ հավանում։ Թե մի ժամանակաշրջանի մասին է նկարած կինոն ու այդ կադրը կոնկրետ այդ ժամանակաշրջանի մեջ է։ Ինչա կատարում։ Վամպիրները եկան ախպեր, ոնց որ։ Այդ իսախ թա Չէ, բանն է, իսի մետ լույսը անջտի թո պաուզա տա։ Դե բանը իրադարձությունը։ Ուրիշ բան հետը խառնել, որ вообще այդ կինոյում նշուլ չկա որ կարա լինի։ Այսինքն բանը չի էլի, մուլտիվերսը չի։ խի ես դες ասում։ Չեմ ընդունում ես։ Բայց սա իմաստը հետ էր ախր։ Չեմ ընդունում ես այդ։ Պետք է ուրեմն կինոյի ամենասկզբից ինքը այդ թեկվածությունը ունենա։ Տեկվացությունը չկա։ Պրինցիպի ստեղ մի հատ հետաքրիր մոմենտ կա։ Վամպիրիզմն էլ չկա, վամպիրի մասին դու կեսից ես իմանում։ Դու սկզբից չես իմանում որ վամպիրներ կան այդ թեմային։ Նույն ձևի բանն է, Adzakata Դարասվետը։ Խոսքի օքեյ է։ Adzakata Դարասվետը ինչ։ Նույն ձևել է դա կեսից ես։ Էլ դաժե կեսից նոր մտնում ես այդ թեմեքի մեջ։ Հա։ Վամպիր մամպիր։ Բայց դες դա օքեյ է, այսինքն Օքեյ, ինձ դա չդզա դա։ վամպիրիզմի թեման, որ սկզբից չի եղել, ու չես իմացա ինչ ես նայում։ Հա։
Օրինակ ես որ բաց եմ նայել, ես այդ կինոյի թրեյլերը չեմ նայել։ Ես չեմ իմացել ինչի մասին է։ Գրեշնիկին թե Հա, ինի։ Գրեշնիկին։ Ես вообще չեմ իմացել ինչի մասին է։ Ես նայելու ընթացքում եմ տեսել, որ վամպիրների թեմա կա։ Ես մի շատ գաղափար չեմ ունեցել ինչա։ Դաժե չգիտեմ որ հայ թեմա կա, բան պրոդյուսերսկի։ Իսկ քեզ ո՞ր մասը ավելի դուր եկավ սկիզբը թե շարունակությունը։ Վամպիրներից առաջ թե այդ վամպիրների թեման։ Հետո։ Իսկ քեզ Քրիս։ Ինձ մեջտեղները դուր եկավ ախպերեք, հենց այդ կալբակ մտնում են, սկսում են ուտել, խմել, քեֆ անել։ Մեկ էլ մի հատ համեմատական տարա, էլի նկատեցի, նույն կրոսնի հացեցի նման նույն մյուս տենց հայտնի կինոների պես, ոչ որ եկեղեցական ծես է գնում, ու այդ ընթացքում պարալելնի մոնտաժը ընդ իրար են սպանում, ոչ որ եկեղեցական պահան, իրար են սպանում։ Դա վերջերը չէ արդեն։ Այդ շատ լավն էր առաջի բանի ֆինալը։ Մեկը եկեղեցին Նևցի եկեղեցուն էր նման Նևցի կանոնի։ Ճիշտ է։ Ֆորմայով բանը։ Դենիել ժամանակներն է։ Այն ժամանակներն է։ Հա ճիշտ ասի, չէ, Դենիել, հա։ Դենիել Դենիելիս։ Սես մի հատ բան, այդ մոմենտը որ կա է, որ ասում է երաժշտությունը ունակային զակատվի ձեն, որ ասում է երաժշտությունը ունակ կանչի անցյալի ու ապագայի հոգիների։ Սկիզբը է, որ անիմացիայով մտնում է։ Հա։ Դե էդի մենք տեսանք, չէ՞, այդ պարելու տեսանում։ Ահա։ Բայց էդի աբսոլյուտը չբացվավ հետո այդ թեման տես կորավ ու գնաց։ Հա։ Ես բեսամ սպասում էի, որ այդ տղեն պետք է այդ վամպիրների զամեսի ժամանակ սկսի նվագել։ Ինչու բան փոխվի, հա։ Դուքերը գան օգնեն իրանց։ Ոնց որ եղավ դերիում։ Հա։ Բանը։ Տղանը մոռացա կերպարի։ Վերջում որ գալիս է, չէ, ասում է, что ты видишь? Ինձ ասում է, ալրեզ ռանգլեն եմ, այ ասում է, what you see? Նայել ես դերին։ Добро пожаловать. Ասում է, что ты видишь? Այնն էլ sense ախույն է լրիվ ասում է, motherfucking Ու կադրն այրում, չէ, կողից իրա։ Երեխու վազել է։ Հա դու ես ասում։ Բա դու չի ես սրա։ Որ կլուբը վառում են։ Ես այդ հոգի։ Կլուբը որ վառում են, այդ կերպարի անունը չեմ հիշում, այդ սևը որ կար զինվորական։ Խալարանը։ Հա։ Դե ինքը բան էր, չէ, ուժը համը հանել էին։ Պենիվայզը համը հանել էր, որ ինքը սաղին տենում էր։ Ու ինքը բան անում, ջանդամ ու կանչում է հոգիներից մեկին, ասում է տենում ես այն երեխեն, մենքը անմեղ է։ Ասում է ինձ կարաս բան անես, տիպը ինձ ընդուն ինձ վեկալ, բայց անենց արա այն երեխեն սաղմն, հա։ Այդ խալարանի պերսոնաժն է լավը։ Դե Shining-ի մեջ էր ինքը լավը շատ։ Դե Shining-ի մեջ արդեն ինքը չէր, դերասանը չէր։ Հա, դերասանն ես կոնկրետ ասում, հա։ Դերասանը հա вообще այդ պերսոնաժը չի, ինչ Shining-ի մեջ ինչ է դերագիր։ Вообще կապ չունի։ Shining-ի մեջ մի տե է երևում, որ գասա տապորով խփում է դանգում է, այդ մավսը։ Առաջինը չէ, ասում թե երկրորդը, դոկտոր Սոնը։ Չէ, առաջինը։ Ամեն դեպքում այդ թեման ինչից գնացինք դրան։ Հա, քո ասածը է դրան էին, հա, դրան նմանացել։ Հեսա բլյուզա նվագելու հոգիները գալու են, օգնել իրանց այդ բային։ Բայց вообще որ կորավ ու գնաց այդ թեմա, որ այդ երեխեն կարում է իրարցությամբ հոգիների կանչի։ Ես ոչ ինչ որ պայից սկսած, որ իրա վրա են գալի ու իրան էին այդ ցույց տալի, չէ՞, այն սկզբում ինքը տիպը կարևոր զվինոյա։ Երեխեն։ Հա, գիտար նվագողը։ Ես մտածում եմ կարող ինչ որ գերբնական ուժ ունի ինքը։ Վամպիրները որ հայտնվում են, ասի արա կարող է ինքը, չգիտեմ, վանխեցինի, բանա, նախանա, խոսքի։ Այտենց բանի մտքով անցավ այդ պահին։ Բայց հեչ չէի մտածի, որ վերջում ինքը կլինի այլա BB King-ի ինչ որ բան։ Պիզա, որ պրոստը թույն գիտար նվագողը։ Այդքան բան։ Այդ է լոնկա գցել, սա կինոն դու նայում ես ուշադիր։ Հա, իրան կարևորեցին, որ հելում են երկրորդ հարկ, այդ վամպիրը դուրը բացում, ասում է, իսկ հոյտեվից եմ եկե այդ երեխունա ցույց տալի։ Բայց ոսիկ 20 րոպե սաղեն ընդ մորթում ես, հետո հելար տեսար, ես քո հետևից եմ եկե քաչալ ասում։ Ուզում եմ դուզ գա ես մոմենտ կա որ ես ջոգի, ասում եմ դու բացատրեք ինձ, երբ որ դիմը ընկնգան սպանեց, կնի որ վամպիր էր դարը, դիմը ընկնգան սպանեց, ու սա վամպիրները փախան։ Խի։ Ինչի խի։ Հա, այդ պահը փախան։ Այդ պահին ջոգա, բայց հիմա մոռացել եմ։ Չեմ կարող ասել։ Բանանի։ Այդ սպանելու պահին ընդ այդ բանը։ Սա ինչ-որ բան եղան, չէ՞ խի մեռավ բացան։ Խելի Ստենֆիլդը բան գորը, նո, ուզում են արցակվին վրան։ Հա, ասեմ, մի քանի հա այդ բանը։ Մաղալի տակը։ Կարող ուզում էին այդ տիպը սիրո դրսևորում էլի սերը բարին հաղթեց ինքը իր ամինքը բաներ, չէ՞ սպանելուց ասում էր ու կոմոդ տրաուրա ոშն, կոմոդ ամեն ինչ վատա, ժորտանց թեմաներ։ Երեխա ինչը կորցրել իրեն ոնց որ։
ասում եմ մի մտածի վատ բան, ոչ շանք ու տիպա в горе внутри, ինչ որ sense բաներ են խոսում, այդ բանը ինքը տիպա հաղթահարում է իր գորեն ու կանգան սպանում է։ Այս են բանից այն է, Քիչի, Սիտոներ կար մեջ է սատանեն ասում է դու վատ բան պետք է անես, դու լավ բան ես անում, sense սկսում է ինքը մեռնել։ Ախույի մեջ է։ Հա, բարության։ Ես ավելի շատ ուրիշ բան մտածեցի այդ բանին, չգիտեմ, ավելի հիմա մտածեցի, որ իրանք ուզում էին տենց այդ կանգան որպես շաման, իրանք վամպիր սարքեն, որպես բեսամբ ուժեղ վամպիր կլներ։ Ծանր հրետանի ջոգից ծանր շարժող։ Այս թեմա դա սիրո բան է, էլի վերախոյին կորցրե իրար հետ չունեն, ինչ որ կարված բաժանվել էին, բայց բաներ։ Սիրո բանով։ Մեկ էլ այն վիդեն, որ գարմոշկա էր նվագում հարփեցորը։ Շատ է նա։ Այրա մահներ իմ համար աղավոր անիմաստ։ Հա, դա հիմարությունն է ըստիս։ Ինչ էր անիմաստ, ոչ թե որ ինքը մահացավ, այլ Յանի բանը է, էլի։ սենց անում, սաղ իրան են ջարդեց։ ուտում են իրան, խմում են արունը։ Բայց այդ Ոչ մի ֆայմում է հա։ Բայց այդ վարդերը չես ասել, որ իրանք արյան քաղցուն են, տենց սովաս մեռնում են։ Հա։ Տենց չկար էլ տես մոմենտ։ հա։ Բացի այդ տեսանից։ Ինչ որ ամերզիտիլն վայսպոր կա, չէ՞։ Կստати ինքը ինչ որ մի քիչ կար։ Տարանցինոց բանը շատ կար, ինչ որ էլի վեստերնոտ թեմաներ կար, ոնց որ այդ բիձեն խի հիշեցի, որտեվ ինքը բաներ անում, չէ՞, ասում էր տիպը ժամանակին ես հանդիպել եմ մահին, հիմա ցույց եմ տա, հա։ Ես թվում է այդ ինչ որ սպոյլեր էր, տիպը որտեվ Հոփ, այդ խնդալու բան կար, հիշում ես, պիզու։ բիձեն անդամ բոցեր էր։ Մի րոպե։ Մի րոպե։ Ասում ես գնա քեզ հոտ է։ Մեկը սախտորի բաներ խնդալը։ Դա ցանում ասում չէ շատ։ Շոկի մեջ է յար, սխտորոսես ինչ շոկոտը։ Ինձ թվաց բիձեն տենց ժամանակին էլի այդ վամպիրների հետ հակելա բան այդները թեմա։ Ինչ որ 5 ելերից է, չէ։ Հա, 5, որտեվ շատ վստահ էր խոսում, էլի։ Հա, ասացել է ինքը, ասած ես հանդիպել եմ սատանին, քեզ թույլ չեն տա քեզ տանի։ Որտե՞լ вообще կորավ։ Հարցում ես, հա ոնց որ։ Ապա չնայես։ Մի նայ։ Պետք սեկտա, լի սատանա, վամպիր, սատանա։ Գողի ժողովուրդը։ Գան։ Խառնել է այդ կինոն սաղ իրար, հա։ Բայց ո՞ս թեմա մենակ հրանտն է հավանում այդ կինոն։ Այնքան որ թեմա եք պահում։ Որ ինչ շատ դուր եք իրականում։ Պրիտոմ որ հրանտը 15-20 րոպե առաջ է նայել այդ կինոն, հեռախոսով ձեռի հետ։ Ես 2 ժամ առաջ բրծա վերջի 5 րոպեն նայել։ Դե մի ժամ տունն էի նայե, հետո մի 15 րոպե ստուդիայում նայեցի ինչեւ կգալը։ Այսինքն են պատրաստվում գալիս։ Ես որ առաջարկեցի, ես հենց այդ օրն եմ նայել։ Նայ, բրծել Բայց գիտես ես ինչ գիտեի։ Ես գիտեի որ դու ես սիրում այդ ֆիլմը։ Տենց է ներկայացրել։ Հա։ Գիտես ոնց է, չէ, ապի, ես ասեցի։ Ինքն չէր նայ այդ վաղ։ Ես չէի նայ, ինքը ասեց ուզում եմ Ես ասես, ես պետք է խոսանք կամ դու քոնը ասա կամ կարանք խոսքի ես։ Okay, կնայեմ էդիկ խոսանք։ Որպես թազա բան։ Դե լավ։ Վերեպիսկեն։ Թազա բան կարային բանն է խոսայինք։ Ինչը։ Տիմոթի Շալամեի։ Չէ, բան, չէ, օպուշկինու էր։ Սուպրեմա, հա, Սուպրեմ։ Տոմ Դավիդը։ Տոմ Դավիդ։ Չէ։ Աու, սասը վիրը։ Դες ֆիլմ ասում ոչ չի։ Անակոնդա։ Աննակոնդա։ Բանի փուց կամեդիան թազա։ Ջեք Բլեք մեկը։ Ռեստարտա, Անակոնդա։ Անու ոնց է, դերասանի անուն վեշնի մոռանում։ Ջահել։ Չիլակ Մուրավեի դերասանով էր։ Պոլ Ռադը։ Հա, Պոլրադ։ Պոլրադ։ Ջեք Բլեկն ու ինքը։ Արեն Դեդպուլը որ ասում է, հա, Պոլ Ռադը վերջապես ցերասել է։ Հա։ Որտեվ չոտը տեղ չի եթում էլ այդ ձեր ֆիլմը, ինչ որ սմուտնի կարծիքներ, հա, բայց որ ասես Ես կարամ սենց բանով նայենք։ Եթե Օսկարի տեսանկյունից նայենք, Օսկար նոմինացիայի կրելու չկրելու, իմ համար առաջի տեղում լիքը հարցերով բանն է։ Դիկապրիո ես թազա կինոն է։ Բիտվա զա բիտվա։ Շատ հարցերով է ինքը առաջի տեղ, որ ինքը կարա կինոյի մասին է խոսքը, դերասանական կազմի չէ։ Չնայած դերասանական կոլտուր։ Երկրորդ պլանի դերասանի անունը մոռացա։ Բենիսիա։ Չէ։ Շոն Պեն։ Շոն Պեն։ Շատ հավանական որ ինձ ինքն է կգրի։ 100%։ Ու ես կուզեմ ինքը գրի, որտեղ այտենց տվար, այտենց սուկա անասուն կերպար, որ կարար մոգոներ, երևի մենակ ինքն էր։ Հա։ Okay, ես Հա։
շատ հարցերով էսի չի անցնում։ Այս ֆիլմ բավ ինչ կասես։ Մոնտաժնի լավն էր։ Շատ լավ։ Օպերատորսկի լավն էր։ Որ դուզում էր միայն տիպի։ Ցվետակարեկցիան հետարքիր էր։ Այդ full օպերատորսկի։ Ճիշտ է, մութ էր, բայց հետարքիր էր։ Production, post production թույն էր ապրել, բայց իդեան անձամբ ինձ չունեմ։ Բայց սցենարը Սցենարը շատ համար մի քիչ թերի էր։ հա Օրիգինալ էր սցենարը։ Բայց թերի էր։ Ախպեր գիտես ինչ էր, ըստիս բաներ էլի, դες մի պատմություն էր, սցենար էր, որի մեջ համ քելեք վամպիրներին կողենք ախպեր, Համ սևերին։ մյուզիկալ անենք, մուզիկալնի կինո անենք, համ սևերին ռասիզմը բան անենք, համ վերջում սերը եւ մշակույթը թող հաղթեն, ինչ-որ իմ համար տենց էր էլի, տենց հստակ։ Ինձ թվում է շատ պրոստոյնք նայեմ, ինձ թվում է շատ մակերեսային ենք նայեմ, որովհետև վերջում որ են վամպիրը էս բանի Սեմին, Preacher Boy-ին Կստացի դուք ֆիքսեցիք Preacher Boy-ը որտեղ որ նվագում էր այդ երեխեն, պիցա վախտ արդեն, այդ կլուբի անունը ինչ էր։ Չեմ հիշում։ Այն իր սիրած աղջկանով էր դրա։ Դա չեմ հիշում, բայց այդ վերջի կադրը որ եղավ, Երբ որ վամպիրը այդ բանին ասում է, քեզ սարքեն վամպիր անմահեղի, էլի Հակոբյանը արա, բայց անմահեղի, ստեղ ինքը հետաքրքիր մի հատ բան է, որ փոխարինում է անմահությունը այդ բանի հետ, մշակույթի հետ։ Ասում է, ես պետք է մեռնեմ։ Ինձ թվում է, այնտեղ դա շատ կարևոր է այդ իդեան, որովհետև դիմն էլ, երբ որ արդեն նստած ծխում էր այդ զանեսից հետո, երբ որ սա ծվրվել են, ինքն իր պաշտոնից ամուլետը, որը վամպիրին թույլ չտվել, ողում գցում է մի կողմ։ Այսինքն այդ մոմենտն է էլի, որ պրինցիպի դու կարաս անմահություն ստանաս, բայց դա քեզ պետք չի, որովհետև դու ուզում ես վայելես այս կյանքը, անկախ ամեն ինչից։ Ստված անմահությունը տեսանք, էս առ 2 ժամվան մեջ, բայց վերջում լրիվ հակապատկերն էր, Այսինքն ֆիլմը տանում էին նրան, թե որ դու ուզենաս անմահության ինչի կգաս։ Պետք է զոհաբերես լիքը բան։ Պետք է զոհաբերես քո կյանքի իմաստը։ Այդ երեխու կյանքի իմաստը երաժշտությունն էր։ Դրա համար ինքը թողեց իր հորը, իր եկեղեցին, ամեն ինչ զոհաբերեց հանուն երաժշտության, իսկ հիմա եկա ասում են երաժշտությունը զոհաբերի անմահության խաթր։ Նիխոյա սիբե։ Ինքը ասես նիխոյա սիբե։ Հա։ Բայց չի պետք է զոհաբերեր։ Այստեղ արդեն բանն է։ Ալեչնեստ, Շեսլավիա։ Ես կզոհաբերեի, բայց դա չտենայի, որ այտենց անմահությունը, որովհետեւ սարեն հելնես փրթես բան, ես իմ Վատ արունգա դոշից։ շուտ տենց բայց վերջում ինչի է դա ամեն ինչը չի երևում, ամենավերջում։ Դու կզոհաբերեիր անմահության համար։ Եթե լավ անմահություն է, Լավ անմահություն, եթե երաժիշտ եմ, ախպեր 1000 տարի ապրում եմ, երաժշտություն եմ անում, խոսքի անմահ եմ, չեմ այդում սավին փրթում բան, արունցածում թքում բան։ Չէ, ոչ հիմա, դու ոնց կաս տենց մնում ես, ասենք մնում ես 30 տարեկանում։ Հա։ Ու անմահ ես։ Հա։ Ինչ է քեզ էդի տալու։ Ես երաժիշտ եմ, արվեստագետ եմ, ոնց որ այս մեր ֆիլմի հերոսը։ Ու տենց հավերժ արվեստ եմ բանան։ Նվագում եմ։ Քեզ հավերժ։ Հա։ Բայց ես ում այստեղ մի հատ հակասություն կա, որովհետև երբ որ դու մահկանացու ես ու արվեստագետ ես, ոնց որ այդ երեխան ես ասում, երբ որ դու էլ արդեն անմահ ես, դու կորցնում ես այդ ստեղծագործելու կրակը քո ներսի։ Ինչ գիտես։ 100% ես այդպես եմ պատկերացնում։ Հա։ Ես մահա։ Ты бессмертный что ли? Ты что? Бессмертный? Դու ճոգես դու կորցնում ես այն ամեն ինչը, ինչը քեզ տանում է դեպի արվեստը, դեպի քո հետքը թողելը։ Եթե որտեղ դու կարող ես մեռնելու։ Հա։ Դու ինչի՞ եմ ես ուզում քո հետքը թողես երկրագնդի վրա։ Բնականաբար, եթե դու կարաս ընտրություն ունենաս մեռնես թե չէ, բնականաբար չէ։ Չէ, միրապա, բայց դա մի հատ մոմենտ ասացիր, այսինքն հետք թողել ստեղծագործում ես, որ հետք մարդիկ արվեստով զբաղվում ըստ քեզ։ Որովհետև ստեղծագործող են ու չեն կարա չանեն։ Իդեալական Ինձ թվում է ախպեր, վերևից աստվածիչներ, ոչ թե վամպիրը գարասեր կուզես անմահ լինես, եկնասեր հա։ Հենց այդ պահին։ Համ անմահ կլնեմ, համ կստեղծագործեմ, ամեն վամպիրներին կսպանեմ։ Բայց դա իմ համար հետաքրքիր է սպա։ Բայց դա վամպիրն է ասում։ Պլեյդա։ Չէ, բայց դա մի հատ պահ կա, ինձ հետաքրքիր է ես ստեղծագործում հանուն հետ մահու։ Նա իրականում իմ կարծիքով Մարդու անմահ։ Մարդու մեջ դրած է ոչ միայն այս հիմա ու ստեղ ապրելը, այլ մեռնելուց հետո ապրելը։ Մեռնելուց հետո ապրելը քո գործերով, քո հետքը մնա երկրագնդի վրա։ Բայց ինչի։ Այդ ինչի պատասխանը ես չեմ կարողանում, այդ ինչ որ մի հատ ինստինկտի նման բան է։ Դե քեզ ինչի։
Ինձ օրինակի համար, եթե ես ստեղծագործում եմ, անում եմ, որովհետև ուզում եմ դա անեմ։ Բայց դե դա հետո մարդիկ կանայեն, կսարքեն ստեղծագործություն, կսարքեն հետ մահումի բան, ես դրա մասին ոչ մտածում, ոչ դրա կարիքն է։ Ես իմ կարծիքն եմ ասում։ Հենց այդ խնդիրը նրանումն է, որ մեծամասնությունը մտածում է նրա մասին, որ ստեղծագործի, որ իրան արժևորեն։ Բայց ստեղծագործելը դրա մասին է։ Դու այսինքն անմահությունը տանում է ստեղծագործականին։ Դե դա լավ օրինակ է, եթե Բայց դու կինոյի ֆինալը էր։ Եթե դու ստեղծագործես, Չէ, կինոյի ֆինալը այդ չէ, կինոյի ֆինալը հենց այդ պահին, հենց այդ բիձեն համահանում է։ Ուրիշ բան է ասում։ Ես դրա մասին էի ուզում ասել, Հայկան չթողեց։ Այդ բիձեն ասում է կյանքիս ամենալավ օրը այդ օրն է եղել։ Հասկանում ես։ Զամեսը, այդ մախը չէ, այդ կինոն, որը որ կատարվել է, կինոյի պատմությունը, որը որ կատարվել է, գլխավոր կերպարին, գիտար նվագող երեխուն 70 տարի հետո նույն վամպիրները գալի տենում են, հա? 60։ Թե 60 լինի։ Գալի տենում են ու ինքը այդ պայն ասում է, իմ կյանքիս ամենալավ օրը եղել է այդ օրը։ Ու Բայց ինչ օր չասիր։ ասեցի, Դա արվել երբեք պատի ուզեր անմահելներ, որ ինքն է տենց ջողում ես ու հա, այսինքն սա կինոյի թեմա փոխվում է, դե ստացվում է, երբ որ ինքը չի ուզեցել այդ ժամանակ այդ զամեսի ընթացքում, որ ինքը ուզեցել է սաղ մնա, Հա։ վամպիր չդառնա, կինոյի ամենավերջում ինքը հերքում է իր խոսացածով։ Լիներ վամպիր։ Դե թե իր համար ամենալավ օրն է այդ օրը եղել, սաղ իր դուր է եկել է, ինչի՞ չէ։ Ձևլներ կմնար ամա։ Օրն այնք իր ընտրությունը կատարել, որ ախպեր մյուզիկ հանուն կյանքի։ Այդ օրը ինքը գնաց եկեղեցի։ Հիմա լավ, պասիլը ո՞րն է։ Ինչի վամպիրիզմի։ Չէ, վամպիրիզմ, ես ոնց հասկանում եմ ֆիլմը վամպիրիզմի մասին չի։ Չէ։ Չէ, вообще да. Եմ որ հերը ասում է, վերջում ասում է, твое сердце у флешбека этого нашка, твой голос флешбека, это Delta Slim-ին։ Այսինքն բերմա նրա մեջ, որ արվեստը ոնց ասեցիր։ Արվեստը, Քրիս։ Ինչու՞։ Արվեստը ու ինչ է, հաղթումը ինչ է, որ ասեցիր վերջում։ չեմ հիշում ինչ ասեցի։ Արվեստն ու սերը հաղթում է չարի։ Անմահություն։ Ախպեր տիպը բան է։ Անկիրթ անմահություն։ Ինքը ընտրում է արվեստը էլի չի թողում, որ իրան սիստեման ոչնչացնի, արվեստը իրանով անի, ինքը միջևերջ իր արած արվեստի տերն է մնում, sense ասած։ Բայց ինչքանով է դա լավ, ինչքանով է դա վատ, դա եմ ուզում հասկանալ, դա եմ ուզում քննարկենք։ Ոչ թե կինոն ոնց է գնացել կամ չի գնացել։ Դե թող վառի էլի իր համար։ Դեսկոմը ցուրտ է։ Դե քաշին գեսան։ Վեկալ ես կոտուկը դիր վրա։ Կամ կատուս ես, բերեմ տնեմ վրա։ Մավրիկը մրսեմ։ Օքո։ Բայց դες լրվա կախբեր, ես չեղա։ Որտեւ ես ինչ որ հարցեր ես տալի քննարկում ենք անում։ Ու դու քննարկում չեք անում, դուք ասում եք, էսի եկավ, նրան տեսավ, նրա գլխին տվեց, ես նրա արունը խմեց, արունան դից պզած, ես տեսա ես տապվա, աշխարհը կործանվավ, Շատ վատներ արունը։ Շատ վատներ արունը։ Սիրուն կադրեր են, թե ինչ կադրեր են, ոչ մի բան չհասկացանք։ Էս էլ է բայց հետաքրքիր։ Շատ սիրուն է կադրը։ Բայց ես նայում եմ, նայ, ես հիմա որպես հյուր եմ նայում, կողքից եմ նայում։ Իմ պետք է նայեմ այս ոդկասթը вообще։ Հա, քիպտին, ինչ եք տալի այդ բանով, պատմությունով, ինչ եք տալի։ Ես կարող ասեմ, որ այս ֆիլմի Ես քեզ ասեմ, այս ոդկասթը գնում անենց ոնց որ կինոն է գնացել։ Նիստիկա չես հասկանում այս դեմից խիա։ Բայց լավ էլ հասկացել եք։ Վերջում բերում եք ինչ որ հանգուցալու։ Հասկանում ես, այդ հանգուցալությունը Մայքլ Պի Ջորդանը խաղացել է նույն մարդուն երկու տարբեր ձևերով։ պլյուս վամպիր։ Պլյուս վամպիրա դառնում աղբերներից մեկը։ Ո ոնց հասկացած ես մենակ վամպիրն է այդ արքիվես ախպատությունը։ Ախպեր դե ճոգում ես վամպիրիզմի թեման, որ չլներ այդ կինոն այն չէր լինի։ Ինչի։ Որովհետև Կլներ, հա շատ լավ կլներ։ Իմ կարծիքով ամենալավ մասը մինչև վամպիրների մասն էր, որովհետև այս ֆիլմը ուներ մի հատ շատ կարևոր բան, ինչը հիմա շատ քիչ են նորմալ անում ֆիլմերում, դա բանն է։ Պաստրենիա միրա կոչվում է։ Երբ որ իրանք դետալների շնորհիվ ստեղծում են այն աշխարհը, որտեղ իրենց հերոսները ապրում ու գործողություններ են։ Էդի դետալների մեջ էր, էդի օբշի պլանների մեջ էր, որտեղ մասով կայինք տենում, որ չգիտեմ, հենց մենակ այն կադրը, որ երեխան խանութից ելնում է մտնում դիմացի խանութ,
Ու ինչա։ Սավելիստին է դրանց է։ Մենակ այդ Բենզինի բանը։ Մենակ այդ բանը, որ երեխեն խանութ է հելնում ամ նոր իշխանոտ ու դու կողեր այդ ընթացքում տենում ես, որ մարդիկ ապրում են, ընդ շփվում են, թեկուզ կեսն է երևում այդ մարդու ունի ֆոկուսը, բայց ընդ ինչ-որ բան է Կար կատարվում։ բարի տեսանը, չէ, կրուպնի պլանները, բայց Միամիտ խմեմ տենում ես հետևը 100 հոգին բանացած, դերասանների տնայից է։ Կոնկրետ էդի մի հատ աշխարհ է կառուցած։ Որտեղ կար իր կանոնները, որտեղ ինչ որ պատմություններ կային, որ կադրից դուրս էին, բայց վրոդի սաղ իրար մեջ խոսում էին դրա մասին։ Չգիտեմ, կան տենց ինչ որ բաներ, որոնք քո համար կառուցում են այդ աշխարհը։ Օրինակ բան, Вот это քաշ։ Պիրոտեխնիկան նաստավնիկ լինելու պահը։ Էդ էլ է ինչ որ մի ձև քեզ էլ հետը հավասար։ Օ! Ֆլեյմոն։ Այս Լավ դες։ Հանգցրա մի հատ էլ ինչ այդ շշի մեջ բեր։ Արետարկի է որ մի կադրով է դու։ Եղավ։ Օքսի պլանում է։ Լավ, տակացանք մի բա։ Հիշելրի վրա տվեց սա վառը։ Ֆու։ Տենց է գիտե, որ այդ տենց արլելու։ Հա։ Լավա շիշով չարի, Հրախին Ջոնի շտորմից ենք, ոսում այդ վաղ տաներ։ Հա, չէ։ Կամերային կոմ գնա նստի։ Թող ոչ, թող վառվի։ Դրա համար եմ ասում, ինքը մի քիչ շատ էր ամեն ինչը խառնած, որտեղ նայեք, խոսում ենք, տենց անդադ գնում ենք վամպիրների վրա, հետո գնում ենք մյուզիկի վրա, հետո գնում ենք էլի վամպիրների վրա, ու վիտոգե բարձում է вообще ուրիշ բանի մասին է։ Ինչպես կամ մի թելի վրա կենտրոնանացեմ մի քիչ։ Բայց դե վերջը դե հա դե պետք է ասեր ես ընտրում եմ մահը, թող իմ արվեստն ապրի, ես չեմ վաճառում։ Դա ինչ-որ տեղ է, որտեղ մարդիկ գալիս են դառնում են անմահ։ Չէ։ Չէ։ Մեր պատմությունը երկու աղբոր մասին է, որ այդ երկու աղբերը կլուբ են բացում։ Հա։ Կլուբ չէ, Սևերի համար կլուբ է։ Ջուկ joint։ Փաբ։ Ջուկ joint։ Կողա են։ Սևերի համար էժանանոց փաբեր է, այդ Հա։ շատ ֆիլմերում տեսած կնես։ Ակում են, անպարում են, երգում են։ Բլյուզ են նվագում։ Հա։ Որոշել են մաֆիայի տիանտային, գան իրանց սեփական գյուղում, տարածքում տանալն Բայց այստեղ հետաքրքիր մոմենտ կար, որ իրանք սաղին ասում են լիսապիլկային կառ է, Հա։ բայց իտոգում դա լիսապիլկա չէ, դա Կուկլուքս Կլանի ներկայացուցիչները բերում նեգրերին էին մորթում։ Հա։ Հա իռլանդացիքի մոտից են ծառնում են, Իռլանդացի չէ։ Իռլանդացիքին։ Չէ։ Չէ։ Այն բիծեն ամենադենից ու թքումա գեդին ասում է «Парни, близнецы, нет, мы кузены»։ Այդ բրոկերը։ Զարդկեն։ Հա, Գուկլուսկլանի կլավերն ալ, իրանք չեն իմանում։ Վերջում դրա համար է։ Հա, բայց բանա չէ, ինչ որ կազմակերպածելնում։ Առավոտ բայլուց Մորթոցիա կազմակերպածելնում, որ հաջորդ օրը եկան են թազուց ծախեն այդ տեղը։ Ինքը չի հասնում իր ուզածին։ Հա, դա վենիա գալի։ Լավ, այդ կինոյը սա հասկացանք։ Հիմա Քրիս, Այո։ ես չհասկացա քո սիրած ֆիլմերը, բայց կուզեինք իմանանք։ Այսկականից մենք Էռնստին ասենք հարցրա, իր սիրած ֆիլմը որն է, թողա դրանից խոսանք Էռնստից։ Գրեշտի։ Արդեն մեր մոտ ըստ ֆորմատի ամեն յուր Իրա սիրած ֆիլմից է։ Իրա սիրած ֆիլմ ասի։ Չեմ ասա ես քեզ։ Լասիվ սիներսն ենք ուզում քննարկել։ Հələ ասա, բայց հիմա ասա սպոնտանել է, լավ, ասա տնանք որն է սիրում։ Որն եմ սիրում, իտակ Շարլի կինոն եմ սիրում։ Ամենասիրած ֆիլմ։ Իմ ամենասիրած ֆիլմը Որ խոսքի 5-ից ավել անգամ նայել ես։ 5-ից ավել է։ Կամ մի անգամ ես նայել, բայց այնց լավն է որ էդի է։ Շատ են իրական։ Մի մոտ կա տենց կինո։ Որը առաջինն է մտքիդ գալի, ես այն նորը տղեկին եմ ասում։ Շարլը։ Չէ, Շարլը չէ, բայց Շարլը երկու անգամ եմ նայել։ Ու սիրով 7 անգամ եկա նայ, շատ լավ էր նկարած։ Նա էսը կնայի ավել։ Լավ բիոգրաֆիա ֆիլմ էր ինքը։ Okay։ Օրինակ իմ ամենասիրած ֆիլմը էդի կորեական Oldboy-ն է։ Ես հասկանում եմ, որ շատ բարդ է կինոյի պատմության 100-ամյակը սեղմել մի ֆիլմի մեջ, բայց կա սուբյեկտիվ տեսանկյուն։ Որն է քո ամենասիրած ֆիլմը։ Այդ տեսանկյուն։ Բացի Paddington 2-ից։ Paddington 2։ Վայ, շատ բարդ հարց է։ Դու Paddington-ը սիրում ես։ Երևի շքանամ լացը երկրորդ Paddington-ի վրա։ Ես գիրքն եմ կարդացել երեխա վաղտ։ Այդ բոցը չես ասել։ Ամառը մեկ ասում է, ես ֆիլմերն եմ սիրում ու Paddington 2-ն ասում ո՞ս Paddington 2։ Դա բանն է, Նիկոլաս Քեյջը Պեդրո Պասկալը։ Մարին այն կջոգի երկուսով։ Paddington։ Դե ինչ է եղել նայել։
Եթե շատ բարդ հարց է իրականում, այդ հարցը երբ տվելն է, սենց իմ մոտ միշտ կախել է։ լավ, առաջինը չես կարա, երկրորդ Շատ հարցը։ սիրում, որ 1000 անգամ կնայես, Երկրորդ հարցը։ Չէ, խնդիրը այն չի, որ 1000 անգամ կնայես, որ խոսքի ես կհանես, կդնես մի կողմ, կասես, էսի արժանի է այն ֆիլմին, որը որ իմ ներքինին համապատասխան է, ոչ թե ես որպես պրոֆեսիոնալ կասեմ, ես պրոֆեսիոնալ կարող ասենք ֆելնի ուտուկես բրսնեն գնա։ հաստատ։ Թեման է չի, էլի, թեման է նա, որ քեզ անձամբ որ բան անում, էլի։ Երկար պետք է մտածեմ։ Մտածում ենք սենք։ Կրակնանք։ Միջև կրակը հանգել ես, ես նստում եք մտածում եք։ Պերեմոտկայինք տալ չեմ 20 րոպե։ Մտածող է, Ռոդենը։ Շիլարիվ բանա մազախիստար։ Դու այդ կինոն դրա համար հավանել ես, էլի, օրուն էլ կխմես։ Եթե այդ կինոյով նայենք, ինքը կընտրեր անմահությունը։ Կընտրեր։ Իմ ամենասիրած գրքերից մեկը գրականության մեջ այդ կոչվում է Մելմոն Սկիտալից, Մելմոն թափառականը։ Ինքը մի հատ մարդու մասին է, ով որ իր հոգին ծախել է անմահության հետ։ Ու ինքը նկարագրում է ինչքան ворի բան անարհելն է։ Որ քո սախ սիրելի մարդիկ մեռնում են։ Ու դու ինչ-որ մեկի հետ ընկերանալուց դաժե արդեն գիտես որ ինքը մի օր մեռնելու է։ Դու չունես էլ փաստացի կյանքի իմաստ, որտեղ սաղ իմաստն է դու արդեն փորձել ես։ Սաղ կայֆերը փորձել ես։ Արա դու մեզ մեռնես արդեն, всё։ Даже վադապադն է գալի մի տեղ պրսնում։ Բայց ասես քեզ հարց։ Ասենք մեռար, ընկար դրախտ։ Այսա կուզեմ համարվում։ Անմահ ապրում ես։ Եբայ։ Բալբոմը անմահությունը կա օթում։ Կախված։ Օթում։ Կամ այն լավ անմահությունն է, կամ այն վատ։ Կամ կամակդ փեդով, կամ ձեռդ փեդով։ Կամ աշկը։ Կամ փեդո կամակով։ Ոնց նայեմ ոչ Երբ եք բերած։ սոս դայեմ ու սաղը երկու աշկ ունեք։ Էդ է էլի միտքը, որ ոնց կարաս ասես, որ անմահությունը լոքշա պլյուս Նայ։ այսինքն դու գնում ես դեպի перерождение-ի կյանքով, բայց եթե նայում ես перерождение, դա ավելի վատ։ Ամեն անգամ նույն կեղտի մեջ ֆռաս։ Նայ, sense մի հատ բան ասեմ։ Ինչ վերաբերում է օթում կախված անմահության, իմ կարծիքով օթում ամեն ինչ տես չի։ Իմ կարծիքը sense է, որ դրախտում մարդը ապրում է իր կյանքի ամենաերջանիկ պահը, մի ցելի օրը թեկուզ թողնի, անընդհատ։ Ու անընդհատ ինքս զգում է Զամփնուտի վերապրում է նույն բանը, ոնց որ առաջի անգամ։ Այդ նույնը դժողքում է հակառակ սխեմայով։ Այո։ Իսկ перерождение-ն ես չեմ կարծում, եթե перерождение կա ինքը Լսի, եթե նույն դու կյանքն ես դու անդադ ապրում։ Եթե դու ապրում ես օր, գործում ես գիտակցություն, նորից ես սկսում, այդ զամքնուտի կռուգը ամենավատ բանն է, որ կարող է տրլի։ Դու Եթե խորանես։ նորոքուսն։ Ջոգում ես, դու չես ունենում послевкусия։ Հա։ Սա կայֆը դրա մեջ է։ Դրա համար ուրիշ բանի մասին չի, այդ որ դու սիրում ես ուտել, դու ուտում ես, որովհետև համն է քեզ քաղցրացնում, այլ ոչ թե որ դու process-ն ես սիրում։ ուժեղ բաներ ցիտում։ Չեմ ցիտում, ես պրոստը իր ասածը ոնց որ համաձայն եմ։ Դրա համար եմ ես ասում, որ կյանքում անմահությունը դա շատ անհետաքրքիր բան է։ Ունեցեք խոսվում է, երբ որ վախտը գալիս է, մի տեսակ չես ուզում, չէ՞, գնաս։ Այդ բան որ ճարելներ կասեր մի 20 տարի ապրեմ, մի 20 տարի ապրեմ։ Դե որովհետև հիմա քիչ ենք ապրում, շատ չենք ապրում, բայց եթե դու ապրես 250, կարող է հակառակը ուզես։ Որստեղ խնդիրը գիտես ինչու՞մն է, խնդիրը նրան է, շա որ թեման եկանք, որտեղ ֆիլմ է ստանում դրան։ Ու գալիս ենք այն մտքին, որ իտոգում դա գալու է անմահությունը։ Հիմա տեխնոլոգիայից ելնելով գալիս է անմահությունը։ Ու ամենահետաքրքիրն է լինելու, որ կա երկու ընտրություն՝ մնալ այս աշխարհում, գնալ մյուս աշխարհ։ Նա ինչի՞ չեմ հավատում, որ այդ օրը կգա չոտը այդ
Դե եթե մենք դիտար օրինեն, թե գարնանի բան։ եթե մենք դիտարկենք, նայ, եթե մենք դիտարկենք Դասկացի Նիկտոն չես նայ։ Դա էլի։ Լսի, եթե մենք դիտարկենք օրգանները ռեալ ուղեղով, ուղեղը կարա ապրի 300 տարի հանգիստ։ Հա, մահվանից հետո ինքը իր իմպուլսները բաներ են։ Ինքը հանգիստ կարա երկար ապրի, եթե պլյուտոն իրան ճիշտ սինոպսիսներ տաս, ինքը մի 500 տարի հաստատ կարա ապրի, իսկ օրգանները սաղ փոխվող է։ Սաղ։ Այսինքն դետալները sense տենց գալու է մի բան, որ փոխվելու է, այսինքն դրվելու է սիրտ, որ աշխատելու է, դրվելու է թոք, որ աշխատելու է, արդեն կան դրանք արտադրված։ Հա, 3D printer-ով տպած տիպը։ Այսինքն մենք կտեսնենք այդ օրը։ Չէ, չենք տեսնի, բայց մարդկա կտեսնի, խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը բայց հետաքրքիրը նրանն է, որ ֆիլմի այդ գաղափարը լնելու է։ Ձեր մեջից տարիքով փոքրը ես եմ, դա что ես կտեսնեմ։ Հա, ես դժվար տեսնեմ, ես կեթամ այն մյուս աշխարհ։ Մենք վերևից կնայենք, ասենք հրանտ անմահությունը ընտրի հրանտ։ Կամ էլ հակառակ դեբիլություն տես չավե, սարս դե ավելի հետաքրքիր է։ Ստե podcast կապե։ Ինչ կա։ Podcast։ Կամ էլ ստե կոնկուրենցիա շատ է մի արի։ Դե լուրջ դեմքեր կա դիշ կինո իջորմես։ Հայկո ջան, դու ինչ կասես, ես ինչ ասեմ, ախպեր, ես Ավստրալիայում նապաստակ։ Դե պերարանեզիա եղել է։ Սայցը ոնց որ մերնում ես, դες կինո կար, վերջերս նայում եմ։ Նայել եք այդ ապուշ ֆիլմը։ Այն որ մահանում է ու ոնց որ դրախ չկա, կա տես մի հատ բյուրո, որ կարող է, ասենք, կարաս մնաս ընդե, ինչ որ գործանես կամ էլ Բանա, պատրուլ, պրիզրաշնի պատրուլ։ Չէ, մի հատ աղջիկ էլ է մահանում, այնտեղ պարզվում է, որ մի ամուսինը նախկինը պատերազմին մահացել է։ Հա, իմացա, նոր կինը։ Սպասե։ Որն է դա։ Արա բանն է խաղում Էլիզաբեթ Օլսենն է խաղում։ Երևի հա։ Դուրջ։ Էլիզաբեթ Օլսենը։ Դա նյուանսներ կա, որ ինքը դու կարաս ընտրես քո աշխարհը, գնաս քո աշխարհում ապրես, բայց չես կարա էլ գաս, եթե հետ գաս ինչ որ էլ չես գոյություն ունենա։ Պետք է ինտրուսիոն անի երկու հոգի տղամարդ ունեցե։ Ահա։ Ոնց որ մի հատ մահացել է շատ շուտ, մի հատը մահացել է վերջերս, հա։ Ուտեց երկու հոգու մեջ պետք է ինտրուսիոն անի։ Երկուսն իր ամուսիններն են եղել։ Ում այնքան դրում։ Չեմ անում։ Ես տրեյլերը գիտեմ, նայել եմ։ Հա դե։ Բանն է մեջը խաղում Նյուդիրջիմի վատ բարաբանշիկի դերասանը։ Իմար կինո։ Այդ չի արծ։ Ասի որ իմար կինո։ Դա մարդիկ դու մար իմար կինո։ Ես վերջից вообще նայել եմ, եթե նայես կարող ես Sinners-ը ինչ որ չափով դուրս գա, просто ես ужастик տենց չեմ սիրում։ Ինքը ужастик չի։ Մռայլ տես Ինքը կինո։ ужастик չի հենց էտա։ Ես իմ կյանքում ужастик հավանել եմ երևի երկու ֆիլմ։ Որը։ Հյուրանոցի համարը։ Օ, դա էստի խոսանք մի օր։ Այդ պիտի խոսեն, իդի շատ։ Դա շատ լավն է, ապա։ Մյուսն էլ Հորնը։ Մգլան, հա։ Հորորը ոնց է вообще вот horror։ Հիշում Ոնց է թարգմանվում։ Հայերեն։ Հա, Սարսափ։ սարսափ։ Հիմա լավ էտել է սարսափ, խոսքի չգիտեմ, կրիկն էլ է սարսափ։ Այո։ Գրիկը սլեշեր է։ Sinners-ի ժանրերի մեջ գրած է ուժասի, տրիլեր։ Հա, բայց ինքը այդքան ուժս չի է։ Կյանքս չկա դες բան, այնքան էլ ուժս չի։ Կա ուժս, ուժսը ունի պատկատեգորիաներ։ Պզացուղարում։ Վատ սարկած պզացուղարում։ Խոսքի Տեխասская резня бензопилой իդեալական սլեշեր է։ Տենց որ նայ Բերնովսկի треугольникն էլ է շատ բան ուժաստիկ է ինքը։ Դա նավաշի ֆանտաստիկա է։ Հորոր չի։ Ինչի մասին է ասում։ Shining-ը հորոր չի։ Shining-ը լա հորոր։ Հա, բայց մեջը ի՞նչ է։ Բան չի։ Պսիխոլոգիչի հորոր է։ Տես, հարաբերություն։ Որ ասում եմ, Հեսար։ ես ասում եմ պատկատեգորիաներ կա հորորի։ Դու հիշեցիր, հասկացար քո մեջ։ Այո, ես հիշեցի Призрачная нить անունով հետարքիր մի հատ ֆիլմ։ Պոլ Թոմաս Անդերսոնի։ Օրինակ այդ ֆիլմը որ նայեցի կպավ։ Դենիել Դեյ-Լյուիսով չէ՞ էլի։ Որներ է տիպ, ոնց որ հիշում, բայց Դոր բանը, դերցակային։ Դերցակի մասին։ Դա են որ ինքը Իտալիայի 3 տարի գնաց ապրեց, ստեղծագություն արեց, երկու բան սյուժետից պատմի էլի։ Հա։ Սյուժետը բանի մասին է, դերցակա, որը սենց հարուստ ընտանիքների, հարուստ կանանց համար
շնչաճոխ շոյրա սկարում, ունի ատելյե, ասես թագուհիներ, բա Գերցեգինյաններ իրան մոտ են գալիս ու մի հատ աղջկա է հանդիպում, որ դառնում է իր մուսան, այսպես ասած մոդելներից մեկն է դառնում, իր վրա է սկսում այդ շոյերը կարել, ըստ իրա է կարում, տենց սիրառում է, վերջում չի ստացվում իրանց մոտ։ Նա Այդ աղջիկը բանթաթվանն է, զգում է որ չի սիրում իրան, ինքը ավելի շատ իր համար մուսա է ու տենց հեռանում իրարից։ հասկացա։ Իմ համար դա Դենիել Դեյ-Լյուիսի լավագույն դերն է։ Դա ամենտեղ ինքը բան է, ինչ-որ հիպերբոլիզացված վիճակ է, ստեղծում իր կերպարներին։ Իսկ ստե ավելի շատ էմոցիոնալ ապրես։ Տենց թելը կտորը Եթե ասենք ինքը ներծի մեջ տենց բեսան վառ գույներով ներկում է իր պերսոնաժին, ստե չէ։ Դե բան ան չեմ իշի կինոյի որ բանա խաղում մեջը։ Մտավոր է դա մնացա։ Աուտիստ։ Դեյ-Լյուիսը։ Հա, ջահել է ինքը դե։ Աուտիզմով հիվանդ տղա է։ Ջահել է այդ վաղտ, հələ։ Եթե բանի հետ ես, Այդ հենց իր առաջի Օսկարն է, ինքը չէ։ թե չէ։ Չեմ հիշում շմաունը կինոյի։ Դասի Խոֆմանի հետ ես խառնում իրան։ Չէ։ Բայց ճոգմակ իշքան հետարքիր ֆիլմեր կան, որ ասես իշքանը շատ ես նայում, բայց մեկը կարող է լավ ֆիլմ ասի, դες ճոգմես չես։ Բայց կինոներ կա, որ ես չեմ ուզի երբեք քննարկվի։ Որը Օրինակ Զիլոնոյի Միլան չեմ ուզի։ Խիչզվիկ է։ Տենց։ Ինքը Տենց ո՞րն է։ այն կատեգորիա առաջը։ այն կատեգորիայի վրա, որ իրան պետք չի քննարկել։ Բայց ինչ է իր այդ կատարվում։ Հա, ինքը ամենավերին պլանկի մեջ է։ Հա։ Հա։ Ինքը հենց Չէ, քննարկել Միլեն կա։ քննադատել չեն կարող ասես։ Ես չէ։ Քննարկենք ոգեշնչ մենք եսում։ Քննադատելը դաժե sense քեզ ասեմ, ես ինքս իմ մեջ մտածում եմ, եթե ուզենա ինչ որ մեկը թեկուզ ես քննադատեն այս կինոն, Զիլոնոյի, չէ, Զիլոնոյի Միլեն։ Ես ոչ մի տեղ չեմ գտե։ Հատված որ կարելի է այդ ինչ որ բանը քննարկել, քննադատելով։ Չէ, քննադատել չէ, քննարկել։ դա գիտես որտեղ որ ֆիլմերը, որոնք որ հրաշալի մարդկային էություններ են ցույց տվել։ Բարելի, արա հայելի։ Ինչ շարժի թոտնես չորամատ չէ։ Դեֆորմացրելու է։ Ո՞ւմ չէ։ Արա դե մի արա էլի։ Որտեղ շատ էր Անա sense բոբիկ եմ գալու նախ։ Այսպիսով մենք նորից վառեցինք Հարութին։ Հարութն ու բարը։ Դու ես։ Հարութին։ Վարվա։ Պոժար։ Բանը Ուսեկեսա։ Fire։ մենք ունեցանք շատ լավ հյուր։ Դրեք ճանաչում են, ես նոր եմ ծանոթանում հետո։ Որպես վերջաբան։ Քո իտոգը կինոյի վրով։ Իմ մարքին ես ասի։ Չէ, շատ լավ կատարողական ամեն ինչով, չգիտեմ, դասական հոլիվուդյան վերին բանի պենշելոնում գտնվող ֆիլմ, այսպես ասած։ Իմաստային մի քիչ ինչ չկպավ իր այդ ամեն ինչը, էլի եմ ասում, որտեվ այդ ոնց ռասիզմ բան այդ ամեն ինչը ես անձամբ ավրետիտային եմ ասում դե լավ էլի հասկացանք, բան հասկացանք։ Ինչ արել են, մենք ինչ ենք արել։ Նորմալ։ Իսկ ես որ նոմինացիաներում կարա գրի։ Ըստ իս վիզուալ էֆեկտներ կարա կրի գրիմի տեսանկյունից, եթե նոմինացված Հա, է։ ոնց որ ուրիշ կինո չկա որ գրին։ Կոստյումներ կարա կրի, մոնտաժ կարա կրի, Մոնտաժ, Կոստյումներ կարա կրի Կոստյում կարա։ երաժշտություն չգիտեմ, որպես լավագույն ակտոր չեմ կարծում Պլանա տեղ չունի։ Պլանը չէ։ Ինձ ավելի լավ կա բաներ կա։ Օպերատոր չէ։ Օպերատոր հաստատ չէ, որտեղ ստե կա բան, Train Dreams։ Օպերատոր Գիտեմ, Train խի։ Dreams, որը Չգիտեմ խի, ինձ թվում է Ծիմեցի Շարլամենը կրելու։ Օսկար։ Բայց չի ուզի։ լավագույն Ես դերասան, չէի չէ, էլի ախորպես չէ։ Ես մի տեսակ նստի Մարսի փոփորությունը։ սուպրիմը, բայց Դիկապրիոն։ Որոնք Դիկապրոյի ես Ֆրանսիաս Ամեգոս։ բանա ինչ որ Բալշոյ Լիբովսկի վիճակ է։ La Revolution։ Հա։ Այսպեսով մենք խոսեցինք ֆիլմի մասին, որը որ ես չեմ տեսել ու
փորձում էի հասկանալ արժի իրանց խոսակցությունից նայել այդ ֆիլմը թե չէ, բարձվեց որ ժողովրդի կեսը չի հավանել, մենակ հրանքն Մյուս կեսն էլ ես։ Մյուս կեսն էլ ինքն է Կեսն է մեր աղբորը դու։ ու իտոգը գալիս է նրանով, որ ուժաստիկները այդքան էլ հետաքրքիր չեն, բայց ոնց հասկանում ֆիլմը արժի նայել իր կատարողականության համար։ Իսկ կատարողականությունը դա նկարելու մեջ է ու նկարելու սիրուն լինելու մեջ է։ Իսկ եթե Ոչ են նկարել։ պրոյեկտը սիրուն թիմը, կոստյումը, բան, զվուկի հետ ոնց աշխատե, կամերան, գրիմի հետ ոնց աշխատե, սաղ դեպարտամենտների տենց համահունչ ու ճիշտ աշխատանք է, էլի։ Ոչ ես ասում, մի դեպարտամենտ կաղում է։ Դա երբ որ ամբողջ թիմը աշխատում է մի պրոյեկտի վրա համաչափ ուժերով, սիրով, հարգանքով, ստացվում է լավ աշխատանք։ Արժի ֆիլմը նայել, եթե նույնիսկ ուժասներ չեք սիրում, որովհետև ոնց հասկացա, այդքան էլ շատ զզվելի չի։ Ու այսքանը բաժանորդագրվեք, խլապուշկով ասա ինչ անել։ Սեղմեք լայքակի կողմը։ Սեղմեք լարային գործիքի վրա։ Սեղմեք զանգակի կոճակը, լայթեք, բաժանորդագրվեք։ Ոնց էր ասում, կոմենտեք եկեք։ Լայքում եք, կոմենտում եք, կարող եք հետո գալ կոմենտներում քննարկում անենք հետո։ Հա, մենք ունենալու ենք շատ ավելի հետաքրքիր թեմաներ։ Այդ կեսն էլ կփոքես էսա։ Մենք ունենալու ենք շատ հետաքրքիր թեմաներ, կարող դաժե կոմենտներում գրեք այն թեմաները, որոնցից կուզեք խոսանք, ոնց որ մեր աղբերներից մեկը կոմենտներում գրել էր, որ կուզեր Marvel-ից խոսանք, մենք խոսացինք Marvel-ից։ Քննարկեցինք, չգիտեմ արդեն եթե գնացած կլինի Marvel-ը թե չէ, մենք կուզեմ էսի տանք առաջինը։ Ամեն դեպքում հետևեք մեր ալիքին, նայեք, խոսացեք, էլի տարածեք, թեկուզ սարաֆանի ռադիո, բայց տարածեք։ Նայեք լավ կինո։ Լավ կինո նայեք։ Օբշիով խփի։ Վերնես մի հատ ֆլեյմոն կարաս անես։ Չկարծա։ Ինչ էի ուզում անել։ Ասստյանի։ Կարաս մի հատ ֆլեյմոն անես։ Всё, стоп։ Всё? Ստոպ։ Չորացա։